Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 12-ի համար։ Ես արդեն Ավստրալիայում եմ և ուղիղ եթերներ մտնել այդքան էլ հնարավոր չէ, որովհետև երբ որ մեզ մոտ ցերեկ է, ձեզ մոտ դեռ առավոտյան շուտ է և դուք աշխատանքի կլինեք, իսկ երեկոյան արդեն մեզ մոտ ուշ է։ Դրա համար կանխատեսումները կշարունակվեն իհարկե, բայց խոսք չեմ տալիս, որ շաբաթ կիրակի օրվա կանխատեսումները կլինեն։ Դե չեմ կարող հստակ ասել, հա, ճիշտն ասած, որովհետև այսօր դեռ պետք է 4 տեսանյութ անեմ, որպեսզի վաղը նորից ընկնի, որ մյուս օրվա համար նայեք։ Դրա համար եմ ասում, որ չեմ խոստանում, որ կլինի։ Բայց երկուշաբթի օրվա համար նախատեսված տեսանյութը, որը լինում է կիրակի, այդ ժամանակ արդեն կլինի, որովհետև այսօր դեռ պետք է անեմ շաբաթվա կանխատեսումը։ Եվ կանխատեսումը նաև կարող եք նայել և ձեր արևային նշանով և լուսնային նշանով, որովհետև լուսնայինն է, որ պատասխանատու է ձեր էմոցիաների համար։ Դրա համար նայեք լուսնայինով, ասցենդենտով միայն կարող եք նայել աստղաբանությունը, ոչ թե քարտերը։ Դե եթե ցանկանում եք ուղղակի մարդիկ տեսնեն, թե դուք այդ օրը ինչպիսին եք, որովհետև դա պետք է վերագրեք դրան, որ մարդիկ են ձեզ այդպիսին տեսնում, այդ ժամանակ կարող եք նայել։ Եթե ոչ, եթե շատ եք խճճվում, ապա նայեք միայն դա և կարող եք լուսնայինից վերցնել միայն օրինակ էմոցիոնալ պահերը, թե ինչպիսին կլինի ձեր օրը։ Դե թե լուսնայինը չգիտեք, արդեն մի փոքր դժվար է։ Խորհրդատվությունները բաց են, կարող եք գրել, կարող եք դիմել, ցանկության դեպքում կարող եմ անցկացնել խորհրդատվություն և քարտերով, և աստղաբանությամբ, և թվագիտությամբ, և մեկ այլ հարցերով։ Հարցերի շարանը այս 2 օրը ազատվեմ, ավելի մանրամասն կգրեմ, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի հասկանալ, ինչ հարցերի պատասխաններ դուք կարող եք ստանալ։ Եվ կխնդրեմ, եթե խորհրդատվության համար եք գրում, այնտեղ ադմին են ևս աշխատում, անպայման գրեք, թե որ ոլորտով եք ուզում, աստղաբանություն, թվագիտություն, թե քարտեր, այդ ամեն ինչը տարբեր են բնական է։ Այսքանը, և տեսնենք մեզ ինչ է սպասվում այդ օրը։ Գնայինք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 12-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող եք բաժանվել, կարող է ժամանակավոր է գնում, կամ ընդմիշտ է գնում ինչ-որ միտեղ և բաժանվում եք, կամ այնպիսի մի բան է, որից որ տխրում եք, կամ հիասթափություն է տվյալ անձնավորությունից, կամ տվյալ պահից, որ այդպես եղավ։ Սուտ կա այդ օրը և ուշադիր եղեք, հույսով լցված եք, հույսով սպասում եք, ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եք սպասելու, հույսով եք, որ դա տեղի կունենա կամ միգուցե
սուտը, այսինքն այն ինչ որ լսել եք դա սուտ կլինի, այդպես նաև այստեղ սուտ կա։ Յուրաքանչյուր քայլանելուց առաջ այդ օրը երկար մտածեք, ոչ մի հարցում մի շտապեք, ոչ մի հարցում։ Եվ կամ երեխաների թոռների հետ եք նստելու սեղանի շուրջ, կամ էլ երեխայի առիթ է, որ կգնաք, ոնց ընտանիքով ոնց որ հավաքվում եք բոլորով, նստած եք սեղանի շուրջ, հաց եք ուտում կամ ինչ որ մի խոսքով առիթ է, որը նշում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 12-ին։ Հարգելի ցուլեր, այդ օր ինչ որ բան է ձեզ երջանկացնելու կամ ինչ որ բանի եք սպասում եւ դա կարող լինում է կամ գալիս է եւ դրա համար երջանիկ եք։ Ամենայն դեպս պահեր կան, որոնք որ ձեզ կերջանկացնեն այդ օրը։ Որոշ հարցեր կլուծեք, կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, նաեւ հաջողություն եք յուրաքանչյուր ոլորտում այն ինչ որ կանեք, հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, հանկարծակի լուր կլսեք, որ չէ տեղեկատվություն եւ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ միգուցե առիթ է, ծնունդ է, երեխաներն են գալիս, թոռներն են գալիս, այնպես հղիություն է, ծննդաբերություն է կամ ընտանիքն է։ Ընտանիքով նստած եք, վայելում եք օրը, վայելում եք, ինչ որ իրար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 12-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեկան ու ինչ-որ ծնունդ կարող է լինել կնունք, դա այստեղ դուք եք եկվորյակ, ամիսնել է եկվորյակի, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, ընտանեկան ոչ է միջոցառում կամ ընտանիքին է ցույց տալիս ձեր հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, այստեղ հստակ տանը առիթ է, կամ իրոք ձեր տանն է, կամ պետք է գնաք, այստեղ առիթը կա։ Տան հետ կապված հարցեր են, ոմանք մաքրություն կանեն տունը, ոմանք կարող են ընտանիքի անդամների հետ վիճել, այնպես որ այստեղ ուշադիր եղեք։ Եվ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Չեք հասցնում բոլոր գործերը անել ավարտել այդ օրը, կմնան ինչ-որ գործեր, որոնք որ պետք է անեիք, չեք հասցնում, հյուրեր են գալիս, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ եւ երեկոյան կամ ուշ եք պարկելու քնելու կամ արդեն շուտ միգուցե հոգնում եք եւ շուտ պարկում եք քնելու։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 12-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ մեկից կարող եք բաժանվել կամ ինչ-որ բանից, բայց դա ձեզ ցավ է տալիս։ Օձեր կան ձեր շրջապատում, չար մարդիկ են, չար խոսակցություններ են, միգուցե նաև դա է պատճառը, այդտեղ լավ երկար մտածեք։ Վերջնական որոշում կկայացնեք այդ օրը, նաև ձեր գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաև դա կարող է լինել ոմանց համար ինտիմ հարաբերություններ, նոր սեր, շատ սեր, միգուցե այդ ամենը սիրային թեմային է վերաբերվում, ձեր հարազատներին է վերաբերվում, ոմանք այդ օրը կհանդիպեն իրենց հարազատների հետ, ոմանք իրենց միգուցե լավ եք զգում կամ իրոք այդ ամենը սիրո թեման է։ Այդ օրը գումար կծախսեք, գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, գումար կվճարեք ինչ-որ բանի համար եւ մյուս կողմից էլ ուրախ եք։ Այստեղ ինչ-որ բաներ ձեզ ցավեցնում է, ինչ-որ բաներ ձեզ ուրախացնում է։ Միգուցե սեր են ձեզ խոստովանում, միգուցե ինչ-որ մի բան է, ձեր սիրելիների շրջապատում եք լինում, դրա համար եք ուրախ։
Դե այստեղ լիքը բան կա, որ կարող եք ուրախ լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում հարուստներին հունիսի 12-ին։ Հարգելի հարուստներ, այդ օրը ոմանց ձեր խոստովան են, դուք ձեր խոստովան եք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ձեզ սիրված կզգաք, սա նաև սիրահարվածություն է, ինչ-որ մեկի վրա կարող եք սիրահարվել, նաև բաժանում է սա, իրարից հեռացում է կամ ժամանակավոր կամ ինչ-որ բանից եք ազատվում, դա նաև դա կարող է ցույց տալ եւ հաղթանակած եք դուրս գալիս, միգուցե կամ հաղթահարում եք այն process-ը, որ գնում է ինչ-որ մեկը, կամ այստեղ ուրիշ բան էլ կա, կամ հասցնում եք ապրանքը անել եւ տալ հաճախորդին, օրինակ, այդպես։ Եվ այդ ապրանքից ազատվել ի վերջո։ Եվ հրավերք ունեք այդ օրը որեցի առիթի, կամ դուք եք ստեղծելու առիթ, կամ ձեզ կհրավիրեն առիթի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 12-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու։
Նաև գործերը կանեք, կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք եւ ինչ որ հաղթանակ է ձեր կողմը, ինչ որ մի բան այդպես կհաղթեք, լավ կանեք, լավ կավարտեք։ Բայց այստեղ գաղտնիք է բացահայտվում, որը մի փոքր տհաճ է ձեզ համար։ Եվ հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսնատել եք ինչ որ մարդկանց վրա կամ ինչ որ բանի վրա նաև։ Եվ օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, քնել կամ նաև ինտիմ հարաբերություններ դա ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 12-ին։ Հարգելի կշարքներ, այստեղ սուտ կա գումարը տալու հետ կապված ուշադիր եղեք, եթե տալիս են գումարը հաշվեք անպայման, կամ ասում են ուղարկել ենք, վճարել ենք, բայց չկա այդ գումարը, ուշադիր եղեք շատ։ Նաև գումար կծախսեք դուք, և ստանում եք, և ծախսում եք, միգուցե ստանում ծախսում եք, չեք հաշվում, ուշադրություն չեք դարձնում։ Այդ օրը նաև կամ դուք ունեք առիթ, որ մարդկանց կհրավիրեք, կամ ձեզ են հրավիրելու որևիցե առիթի։ Տուն կմաքրեք այս դեպքում, կամ կարող եք վիճել նաև գումարի այդ ստի պատճառով։ Եվ ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք, եւ կարող այդ օրը ուղղակի ինչ որ մեկի հետ ժամ պայմանավորվել։ Այսքանը ձեզ համար կամ ուշանում են վիճում եք դիմացինի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 12-ին։
Հարգելի կայշներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ինչ-որ կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում, կամ ինչ-որ բանից եք հիասթափվում այդ օրը։ Մյուս կողմից ունեք հաջողություն յուրաքանչյուր գործերում, այնինչ որ դուք կանեք, այդ օրը հաջողություն կունենաք եւ հրավերք, որից է առիթի կամ դուք եք հրավիրելու մարդկանց ձեր առիթին կամ ձեզ կհրավիրեն իրենց առիթին, ինչ որ առիթի, միգուցե այդ օրվա համար, միգուցե մեկ այլ օրվա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 12-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուրեմն ունեք սիրային ժամադրություն ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ եւ իրենց հետ բավականին երկար կլինեք ինչ-որ մի տեղում կմնաք եւ նաեւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, եթե սիրային ժամադրության ժամանակ, թե ձեր հարազատների այդ պայմանավորված հանդիպման ժամանակ յուրաքանչյուր հարցին ավելի ուրիշ ձև նայեք, միշտ ապեք ոչ մի հարցին վերջնական լուծում տալ։ Նաև այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին կսպասեք, ինչ-որ բանի կսպասեք, հաջողություն ունեք յուրաքանչյուր ոլորտում, այնինչ որ այդ օրը կանեք, հաջողությամբ կլինի եւ տատանվում եք, ծանրութեթև եք անում, մտածում եք, մտքերի մեջ կլինեք, այդպես ավելի ուղղությունը միգուցե սիրային հարցերում է, դրա համար կարող է տատանվում եք, դրա համար միշտ ապեք, ոչ մի հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 12-ին։
Հարգելի այճեղջյուրներ, այդ օրը կներեք, ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, բայց հնարավոր է նաև որևէ բան ձեր ձեռքից բաց թողնեք, ուշադիր եղեք այստեղ, որևէ հնարավորություն է, որ կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Ժամը ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև այդ օրը ժամ կպայմանավորվեք, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ հարազատ մեկի հետ, ձեր ընկերոջ հետ, ձեր հարազատի հետ, նաև դա հավատարմություն է ձեր երկրորդ կեսի հետ կապված, իհարկե ձեր ամուսնու կնոջ հետ, չնայած չի բացառվում, այստեղ նաև երեխաներն էլ կան, որ այդ օրը մի տեսակ ուրիշ ձև են իրենք ձեզ հետ։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, որովհետև այստեղ կարծես թե հիվանդ եք, գրիպ եք կամ գլխացավ է ինչ-որ մի բան է, որից որ կարող եք պարկել հանգստանալ։ Ոմանց համար նաև ինտիմ հարաբերություններ է դա եւ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը կամ կայցելեք նման կենտրոն։ Եվ սպասում եք հյուրերի, գալիս են ոնց որ կամ դուք եք ինչ-որ ճանապարհ եք գնալու հատուկ ինչ-որ մեկի տուն, ինչ-որ մեկի տուն հյուր եք գնալու։ Այսքանը ձեզ համար, գուցե եկել են գնում եք տեսնելու, դա եւս հնարավոր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 12-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը նվեր եք ստանալու կամ դուք եք նվեր գնելու ինչ-որ մեկի համար կամ կտակ այդ օրը, հաղթանակած դուրս կգաք որևէ հարցում, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, նաև ցանկությունը ձեր կիրականանա, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք եւ տատանվում եք, ընտրության առջև եք կանգնած, միգուցե նվերի հետ կապված է, միգուցե մեկ այլ հարց է այստեղ, տատանվում եք եւ ինչ-որ հարցեր են ձեզ տանջում նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 12-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը հուզված գնում եք ժամադրության, ոմանք իրենց հարազատ մարդկանց կարող են տեսնել, այդպես հուզվեք, ոմանք նաև ուղղակի գնում եք ժամադրության եւ բավականին շատ եք հուզված։ Ոմանք ունեն այդ օրը գործնական հանդիպում, ոմանք գործնական խոսակցություն, գուցե հաճախորդի հետ, գուցե ինչ-որ մեկի հետ, եւ գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք, վերջնական է որոշում կկայացնեք ինչ-որ հարցի հետ կապված, տատանվում եք, տատանվում, հա, միգուցե դրա համար եք տատանվում, բայց հետո արդեն այդ հարցին լուծում եք տալիս վերջնական։ Բայց այստեղ ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, այդպես հույսով լցված եք, որին կստացվի, որ կլինի, որ ինչ-որ բան է այստեղ, ձեզ ցավի հետ է կապված, որ ամեն ինչ կարգին կլինի այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։